Ողջույն սիրելի YouTube-յան ընկերներ, շնորհավորում եմ բոլորիդ նոր տարին, ցանկանում եմ, որ այս տարում բոլորդ միայն դրական, ուրախ էմոցիաներ ունենաք։ Գիտեմ, որ շատերիդ է հետաքրքիր, թե Սառա ջան, այսօր ես կորել, ինչ ես անում, ինչի վիդեո չես գցում, ինչով ես զբաղված։ Ինչպես բոլորը, ես նույնպես զբաղված էի նոր տարվա պատրաստություններով։ Իդեպ ասեմ, որ դեկտեմբերին մեծ հաջողությամբ անցել եմ համալսարանի քննությունների առաջին փուլը։ Դրա համար շատ ուրախ եմ, շատ ոգևորված եմ, որովհետև ուզում եմ, որ երեխաներիցս հեռու գտնվելը ամեն կերպ արդարացված լինի։ Մյուս փուլը սկսվում է վաղվանից, իսկ եզրափակիչը արդեն ընկնում է փետրվար ամսին։ Այսօր եկել եմ ձեզ պատմեմ, թե ինչպես անցավ իմ նոր տարվա պատրաստությունները, նախապատրաստությունները եւ ընդհանրապես մինչեւ այսօր ինչ եմ արել։ Նախ ասեմ, որ ես ընդհանրապես տրամադրված չէի նոր տարի նշելու, որովհետեւ ընդհանրապես տրամադրություն չունեի, ուրախ չէի, տխուր էի, որ երեխեքից հեռու եմ, քայլից հեռու եմ, ամեն ինչ շատ ոնց վատ էր, բայց քայլը տեսնելով իմ վիճակը, ասեց, որ պետքա ժամանակս, այս ազատ ժամանակը օգտագործեմ ամենալավ կերպով, լավագույն կերպով։ Ասեց, որ գնամ, ուրախանամ, ընկերներիս այցելեմ, հարազատներիս այցելեմ, անեմ այն ինչ ուզում եմ, ուտեմ այն ինչ ուզում եմ, ու այդպես ես որոշեցի, որ լսեմ քայլին ու իմ տխրելով ես ոչ մի բանի օգուտ չեմ տա, ոչ մի բան չեմ փոխի եւ ամեն ինչ ավելի կվատացնեմ եւ ոչ մի բան մոտիվացիա չի լինի ինչ որ մի բան անելու եւ քանի որ ես եկել եմ լիքը նպատակներ ունեմ, պետքա առաջ շարժվեմ ուրախ տրամադրությամբ։ Այդպես դեկտեմբերի 28-ին իմ կուրսեցիների հետ մասնակցեցի կորպորատիվի, որը շատ լավ անցավ։ Ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել իմ կուրսեցիներին, որովհետև նրանց շնորհիվ է, որ ես 3 տարի անց կարողացա հեշտությամբ ինտեգրվել ուսանողական կյանքին։ Սկսեցի նոր տարվա պատրաստություններ տեսնել։ Քանի որ ես ինչ եկել էի, չէի գնացել Կապան ու եղբորս երեխեքին չէի տեսել, որոշեցի, որ նոր տարվա գիշերը նրանց հետ անցկացնեմ, նոր տարին նրանց հետ դիմավորեմ։ Բայց մինչ այդ, քանի որ մամայինքս մնալու են այստեղ, պետքա իրենց համար ամեն ինչ գնեի, պատրաստեի, որպեսզի մաման նոր տարվան մենակ հանգստանար։ Ու այդպես պատրաստեցինք նոր տարվան։ Дорогие друзья, наши блинчики готовы. Очень вкусные, очень красивые. Один длинный, один короткий. Es ես եմ արել, ես Զառան արել։ Ու այդպես դեկտեմբերի Այդպես դեկտեմբերի 31-ին առավոտյան 5:30 ես գնացի ուղևորվեցի դեպի Կապան։ Այնտեղ համարյա բան չեմ արել, մենակ տոլման են օգնե փաթաթեն, իսկ մնացածը արդեն վայելել եմ դիտուշի արածները։ Պես ես նոր տարին դիմավորեցի իմ եղբոր ընտանիքի հետ, ինչպես իմ կյանքի մեծ մասը։
Տա-տա-տա-տամ։ Կորրեկտ ու սենսի մեզ։ Շատ եմ սիրում, ասովին երբ որ շոկոլադնի է։ Էսի կարեն սախ կուտի մի անգամ սիրած մեդավիկնա։ Ես չեմ սիրում։ Մեսի գել խորոված է կրա վառել այն։ Էդ ի՞նչ է գորիկ։ Հələ սպասի։ Շնորհավոր նոր տարի եղնի։ Շնորհավոր։ Շնորհավոր նոր տարի։ Զարայի Քայցյանի հարազատներ, բարեկամներ, ընկերներ, բոլորին շնորհավոր ենք գալիք նոր տարվա կապակցությամբ։ Մեր նոր տարին էլ է։ Եվ Զարա ջան, ավելացեք մեր հայաստանցի հետևորդների նոր տարի շնորհավոր։ Մեր Հայաստանի բոլոր կարող ճիշտ նպատակներ ունեն, թող այս տարի իրականանա։ Այո, Զարուշիկ ջան։ այո, շնորհավոր նոր տարի։ Հիմա իմ սիրելի հետևորդները կհարցնեն, բա Չինաստանում մեր նոր տարին նշում են, բաբշե նոր տարին նշում են։ Ասեմ, ինչպես գիտեք, չինական ավանդական նոր տարին նշվում է հունվարի վերջ կամ փետրվարի, բայց դրա մասին չեմ խոսա, եթե Աստված տա, այնքան ուրախ կլինեմ։ Եթե Աստված տա, որ ես կարողանամ փետրվարին գնալ Չինաստան, մասնակցել մեր նոր տարվան, չինական նոր տարվան, անպայման այդտեղից վիդեոներ կնկարեմ ու կփակեմ, դուք կտեսնեք։ Բայց մինչ այդ ասեմ, որ այս մեր նոր տարին Չինաստանում կոչվում է Յուենտանցիե։ Ու այն նշվում է հունվարի 1-ին, 2-ին, 3-ին։ Պետականորեն այս 3 օրը տրվում է արձակուրդ, որովհետև ամեն դեպքում, չնայած նրան, որ դա իրենց ավանդական նոր տարին չի, բայց ամեն դեպքում պետականորեն, պետական օրացույցով փոխվում է տարին ու նշվում է որոշ չափով, մեծ քաղաքներում զարդարում են, որոշ ընտանիքներ նշում են, բայց այդքան ճոխ չէ։ Բայց քանի որ մեր քաղաքը ինքը Չինաստանում համարվում է փոքր քաղաք, մարդիկ այդքան չեն նշում, հա քաղաքում էլ այդքան չի երևում, որ նոր տարի է, իսկ մեր ընտանիքում երբևէ տոնածառ դրված չի եղել տանը, մինչ այն պահը, երբ ես հայտնվեցի։ Իսկ այս տարի, թեկուզ ես այնտեղ չէի, բայց Քայցենը ամսի 31-ին գործողումից վերադառնալով երեխեքի համար տանը տոնածառ ա դրել, հետո ես այստեղից նվերներ էի առել ուղարկել, Քայցենը փաթեթավորել էր սիրուն ու հանձնել երեխաներին։ Ճստուներ շոտ էին ուրախացել, հեսա այդ վիդեոները կտենեմ, կտեսնեք։
Ես էլ Կապանում 5 օր անցկացնելուց հետո վերադարձա Երևան, հետո այցելեցի ընկերներիս եւ այդպես ավարտեցի նոր տարվա այդ տոնակատարությունները, իսկ հիմա ես պատրաստվում եմ իմ վաղվա քննությանը։ Այս ամիս ունենք 4-ից 5 քննություն, պետք է շոտ sense պատրաստականորեն, հետո պատասխանատվությամբ պատրաստել, որպեսզի ամեն ինչ լավացնի։ Այսքանը սիրելի ընկերներ, եւս մեկ անգամ շնորհավորում եմ ձեր նոր տարին, կտեսնենք հաջորդ վիդեոյում, բայց մինչ այդ չմոռանաք բաժանորդագրվել ալիքին եւ հավանել տեսանյութը։ Ասենք թե մնա մոնտաժելուց կտենա։ Ես եմ մոնտաժելու։ Ինչ ես սխալվան եմ ասել։ Ոք ասիրկը նկարել կուղարկեմ։ Վիդեո բաբ։ Դիասս կնկարեմ, ցույց կտամ, ասի կուղարկեմ։ Ցույց կտամ։